Բարի օր, շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Մենք էլ ենք լավ, առօրյա գործերով։ Այս փոքր սառնարանը անցյալ տարի գնեցինք երկրորդ ձեռք, օգտագործած սառնարանը, որ տանենք տղայիս մոտ, ուսանողական այդ իր սենյակում սառնարան չկար։ Այդ ումից որ գնեցինք, շատ սառնարաններ ուներ, ինքն էլ երևի վերանորոգում վաճառում էր։ Առանց փորձելու այդպես վերցրինք, բայց լավ էր, նորմալ աշխատում էր։ Այս սառնարանը վաճառողը արաբ էր ոնց որ մի քիչ կասկածում է, ասում եմ, բա որ չաշխատի, ասում է, չէ, հաստատ աշխատում է, որ չաշխատի, ետ բերեք։ Ինչևէ, նորմալ աշխատում էր, տղաս գոհեր, օգտագործեց, ետ բերեց։ Ետ բերելուց հետո մի անգամ մաքրել էինք արդեն, բայց որ դուռը փակ այդպես մնացել էր առանց միացնելու, ոնց որ խոնավության հոտ կար։ Հիմա ասեցի մի հատ նորից լավ մաքրեմ տեղով, տարբեր հեղուկներով, լավ հին սառնարան է, բայց նորմալ աշխատում է։ Լավ մաքրեմ ու դնեմ Marketplace վաճառելու, ոնց որ ես եմ առել, այնպես էլ ուրիշները կառնեն։ Այդպես, քանի որ ես Facebook չունեմ, Աշոտի Facebook-ով կդնեմ Marketplace, այս դրան վրայի սոսնձի հետքերը տեղափոխելու ժամանակ, որ սկոչով կպցրել են, որ դուռը չբացվի, մի քիչ դժվարությամբ է դուրս գալիս, բայց ստացվեց լավ մաքրեցի։ Այսպես դուռը բաց կթողնեմ, որ ներսն էլ լավ չորանա, որ էլի հոտ չկպնի։ Հիմա ներսի բաներն էլ, դարակներն էլ լվանամ։ Մի հոգու համար շատ լավ է, բայց մեծ ընտանիքի համար շատ փոքր է։ Լավ, մաքսիմում 2 հոգու համար կարելի է օգտագործել։ Սրանք էլ լավ լվանամ ու չորացնեմ, տեղավորեմ։ Այս որ Marketplace դնում եմ վաճառելու, էլի է բան եղել, որ դրել եմ, օրինակ մահճակալ եմ դրել վաճառել, շատ են լինում կեղծ ակաունտներով գրողները, այն որ խարդախները էլի, որ ուզում են հաշվի համար բան իմանան, որ փողերը տանեն։ Պետք է շատ զգուշանալ, եթե դրվում է Marketplace-ով բան եք դնում վաճառել, պետք է հստակ իմանաք, որ գրողը բան է, էլի իսկական մարդ է, խարդախ չի, կեղծիկ չի։ Իմ ընկերուհու հաշվից 1000 եվրո, այսինքն ինչքան գումար ունեցել էր հաշվի վրա, տարել էին, այդպես խաբվել էր այս խարդախներին, հաշվի համարը տվել էր, գումարը տարել էին։ Հաշվի համարը տվեք, գումարը կփոխանցենք, այդպես են ասում։ Պետք չի հաշվի համարը տալ, որովհետև խաբեություն է։ Դրա համար կանխիկ է պետք միշտ վաճառել։ Տանենք այս ծանրոցը ետ ուղարկենք ժողովուրդ ջան։ Գանք առևտուր էլ անենք ու գանք տուն, վերջապես տան գործերով լինենք։ Այս էլ պայուսակները։ Սրա կանգնած ձևը նայեք, այսքան տեղը անտեղ է թողել է։ Հետևը մեքենան էլ չի կարում նորմալ։ Հա։ Մեկ իրոք շատ անֆայն վարորդներ են լինում։ 2 մեքենա պետք է այդտեղ կանգնեն փողոցի երկայնքով։ Փոքր մեքենա է, եկել է մեջտեղը համարյա կանգնել է, հետևի մեքենան չի կարում կանգնի կամ դուրս գա։ Փակել մեքենա գնացել է, 3-ից էր չէ կանգնած է շուտ։ Հա։ Ինչ ասես, անֆայն վարորդ։ Մի քիչ անձրև եկավ, բայց շատ քիչ, անգամ գետինը չի թռչել։ Այսպես մի քանի կաթիլ ձևական գցելա ու վերջ, գոնե կար օդը լավ մաքրեր։ Այստեղ շինարարությունն է։
հանենք այս ծանրոցը ուղարկենք, տեսնենք գոնե այս հասցեում կա, թե չէ, անցյալ անգամ էլ Թեմուից պատվեր էր, էլի Թեմուին պետք է բան ուղարկեի ետ, գնացինք, ասեցին մենք չենք անում, 15 եվրոյի բան էր, որ պետք է ետ ուղարկեի, ինձ պետք չէր։ Էն էլ ասեցին մենք չենք ուղարկում, մենք էլ չգնացինք, ուրիշ քաղաքից պետք է ետ ուղարկվեր։ Հիմա գնանք նայենք, հիմա էլ ուրիշ հասցե է տալիս, նայենք այս հասցեում կա, թե չէ։ Սրանք հաստատ ես չեմ ուզում պահեմ։ Մոտ 40 եվրոյի էլ ապրանքա, պահեմ ինչ անեմ։ Այս ինչ ակտիվ շինարարություն է։ Գտանք բարեհաջող ուղարկեցինք, ծառոցը հետ ուղարկեցինք, հուսանք նորմալ տեղ կհասնի, ժողովուրդ ջան, հա էս Աշոտ ջան, էնա, դեղա մեր մեքենան, հուսանք նորմալ տեղ կհասնի, բանով հնարավոր չէ, ասենք տալիս են ոնց պետք է ետ ուղարկենք, բայց չեն կարողանում պրինտ անենք, էլի տպենք անենք այդ QR կոդը կամ բանը, այստեղ իրա մոտ ինքը արեց, շատ ավելի հեշտ էր, քան ես պատկերացնում էի։ Տպեց QR կոդը, կպցրեց ծառոցի վրա ու ասեց վերջ այսքանը։ Հիմա սպասենք, որ Թեմուն կստանա ու իմ գումարի ետ կփոխանցի։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա այնքան հաճելի եղանակ է, մի թեթև անձրև եկավ, այսպես մի քիչ գետնին անձրևաջուր, գնանք հիմա խանութ, առևտուր անենք, գնանք տուն, այնքան բան է, որ առավոտ տանից դուրս եմ գալիս ու տան գործերով առավոտից չեմ հասցնում զբաղվեմ, չնայած դե շինարարություն է, հիմա մի քիչ խառն է տունը, բայց ինչևէ, երևի այս ընթացքում կարևորը ճաշ եփել, ամանները լվանալ, ինչը որ արել եմ։ Հասանք մեքենայի, ժողովուրդ ջան, նստենք գնանք։ Խոտը քաղել են։ Մի քիչ մեր քաղաքի հետ ծանոթացեք, ժողովուրդ ջան, սիրուն քաղաք է։ Չնայած դե շատ չեն տարբերվում Բելգիայում քաղաքները իրարից, ամեն տեղ նույն ճարտարապետությունն է։ Միատեսակ շենքերը իրար կպած երկար փողոցի, ամբողջ փողոցի երկայնքով իրար կպած շենքերն են։ Քաղաքներում հիմնականում էսպես է։ Ձախ կողմի սիրուն գունավոր շենքը քաղաքապետարանի շենքն է։ Քիչ տարբերվում է մյուս քաղաքների քաղաքապետարանների շենքերից։ Հեծանվորդներից պետք է շատ զգուշ լինենք, տեսեք, անընդհատ կարող է աճի ձախից դուրս գան։ Մի վայրկյանում կարող է հեծանվորդը հայտնվի, շատ ուշադիր է պետք լինել։ Հիմա անցնում ենք այս Բացովի Փակովի կամուրջի վրայով, մեկ փակվում է, որ նավը անցնում, երկար սպասել է պետք, մեր բախտից հիմա փակ չի կամուրջը։ Նավեր են կանգնած այստեղ։ Այս գետերը հատուկ գեղեցկություն են հաղորդում քաղաքներին։
չէ։ Ասել որ ժամանակ չեմ փակում էլիս։ Բաց է, հա, շլակվանը բաց է։ Շատ լավ որ բաց է։ Վերևը տեղ չկա, գնանք ներքևում հանգիստ կանգնենք։ Աշոջան։ Գովելը լավ է։ Ցուցակ գրել եմ կիսատ բռատ, հիշել եմ վերցրել եմ այսօր ի պատիվ ինձ պետք է ասեմ, որ հիշել ցուցակս վերցրել եմ, բայց կիսատակ դած։ Էլի ինչպես միշտ պետք է խանութում քայլենք ու նայենք ինչա պետք։ Հիմնականում ուզում եմ շեշտը դնեմ, այս աստիճաններն էլ չեն աշխատում։ Հիմնականում ուզում եմ շեշտը դնեմ բանջարեղենի վրա։ Էլեկտրական աստիճանները չէին աշխատում, այս կողմը չէր աշխատում, այս մյուս կողմը լավ է աշխատում է։ Վեցու 99 Skoro. Melon uzmes versin. Спасибо. Սրանից նայեմ լավը կա վերցնեմ, արդեն փչացած են սրանք։ Լավը չի։ Չէ, լավը չի, չեմ վերցնում։ Անանասը Աշոտ, սպասի մի հատ խնձոր դնեմ Անան Պետքա ջոկենք էլի հայավարի։ Այստեղ վարսակի փաթիլներն են, սեղճված, կարելի է մի հատ վերցնել։ Ընկույս մի հատ էլ սրանից։ Հնդկահավի միսա։ Հա, մենակ թևերն են առանձին դրա։ Մի հատ վերցնի։ Ոչխարի միս, կիլոն 14.26, այս մեկը կիլոն
23.95 այս աղացած մսերը խոզի տավարինը կիլոն 7.79 Անցյալ անգամ լվացքի հեղուկ էի ուզում առնել, զեղ չէին դրել, այնպիսի մի զեղ չէր, որ ավելի թանկ էր գալիս, ասեցի չեմ վերցնել։ Այս անգամ իր նորմալ գնով էր դրած, ավելի էժան էր։ Մի անգամից երկու հատ վերցրի։ Առևտուրը դատարկենք, ավտոյի մեջ տեղափոխենք, ժողովուրդ ջան։ Բարև ժողովուրդ ջան, հուսով եմ լավ եք զգում ձեզ, մենք էլ մեր այսօրվա առևտուրը պրզանք արդեն, սնունդ ամենաշկի առաջմս։ Ռմեն սրպիցեմ նոր դուրս կան։ Այս քո 50 ցենտը։ Ինչի մեր մայդ։ Մեր 50 ցենտը։ Վերջացրինք։ Մատեր աշխատանքի արդյունքում ենք ձեռք բերել, բանարել, խնայել։ խնայել, ճիշտ է, լավ էր։ Վերջացրինք առևտուրը, բայց ոնց որ հոգնած ենք, չի Աշոտ, երկուս էլ հոգնած ենք։ Բայց գործ պիտի անենք։ Բայց կարողա չանես այսօր հանգստանալ, չէ, մի արա։ Այս մեր հեռախոսը դնելու սարքը մեքենայի մի քիչ հարմար չի, ժողովուրդ ջան։ Տեսակ ձեզ ակցիոնում ցույց տվեցի, բայց այն էլ հարմար չէր։ Մի հատ Աշոտը տեսել այն քո տեսած, որ ցույց տվեցիր քո վաստկար։ Բայց չգիտեմ ինչ ֆիրմայից է։ Ես էլ չգիտեմ, բայց ինձ թվում է Թեմու կլինի, էլ հիմա ամեն ինչը Թեմուից է։ Երևի նայեմ Թեմուում գտնեմ լավ շարժականներ, կարելի էր որտեղ ուզենանք կպցնենք ու հեռախոսը վրան դնենք։ Ինչ հարմար չի, շատ մոտիկից է ու եթե ուզեմ դուրսնել նկարեմ չի երևում։ Մի ձևի շոկեց, չէ՞, լավ եղանակը շոկեց։ Հա, այսօր ուզում ես գործ չանենք, հա, այսօր դատարեցին։ Ասում եմ այսօր հանգստանաս, Ես վաղը մենակ էլ կանեմ։ գործ չանենք, Աշոտ ջան, գործ չանես, այսօր հոգնած ես։ Հանգստանաս, գործը չի փախնի, չէ՞ ժողովուրդ ջան։ Մեկ-մեկ ասում են գործը ոնց են ասում ռուսները работа не волк, в лес не убежит, հա, գայլ չի աշխատանքը, որ անտառ փախնի, բայց Միշտ մնում է իր տեղում, հետո ես կանես։ Հա, բայց բանը պետք է չի շատ ծանրաբեռնել, էլի։ Գայլ է, որ այսօր հանգիստ անենք, մեկը շաբաթ կիրակի աշխատել ենք, թող այսօր էլ հանգստացի, հա, այս բելգիացիներն ասում են դու օպիոխեմակ, քո հավեսով արա։ Ահա։
Այն ոտքի տակի հատվածը մաքուր է, երեք որ վերջացրեց, այնտեղ աղջիկս մաքրեց, սրբեց բան, այնպես որ վերև ներքև իջնելը բան մաքուր է, էլի ոչ մի խնդիր չկա։ Այնպես որ այսօր Աշոտ ջան, ատբոյ։ Հանգիստ այսօր։ Գնանք մի հատ համով սուրճ խմենք, ես ճաշից հետո սուրճ չեմ խմել։ Հաց կերանք ու մի անգամից դուրս եկանք։ Տան դիմաց մեքենա այն ձախ կողմը կարող է ազատ է։ Այստեղից չի երևում։ Ոնց որ ազատ է, գնանք մի անգամից տան դիմաց կանգնենք։ Բացի օմեգա 3-ից, այս սաղմոն ձուկը նաև հարուստ է սպիտակուցներով։ 100 գրամ սաղմոնի մեջ 24 գրամ բան կա, սպիտակուցներ է պարունակում, բայց 100 գրամը մի պորցիա չի, մի պորցիայի համար պետք է ուտել 125 գրամ, իսկ սպիտակուցների քանակը այդպես ավելանում է, դառնում է 28 գրամ, մի պորցիայի մեջ 28 գրամ սպիտակուց է պարունակում, այնպես որ իզուր չի, որ ասում են պետք է հատկապես սաղմոն ձուկ օգտագործել սպիտակուցների համար։ Սպիտակուցները, ժողովուրդ ջան, մի հատ էս հոսող ջրի տակ լվանամ։ Ֆոլգայի վրա մի փոքր այսպես տակը մի փոքր ցետ կփչեմ։ Կտեղավորեմ սաղմոնը։ Այսպես, սա էստեղ, այսպես։ Այս անգամ կհամեմեմ Հիմալայան աղով, սև պղպեղով, մի փոքր, մի քիչ կփչեմ վրան, մյուս կողմից էլ կհամեմեմ։ Սպիտակուցները շատ կարևոր են, ժողովուրդ ջան, շատ մկանային մասսան չկորցնելու համար պետք է մարզվել ու սպիտակուցներ շատ ընդունել, շատ օգտագործել։ Ամենաշատ, ձվի մեջ էլ շատ կա, ասենք սաղմոնը բնականաբար միշտ չեն կարա սաղմոնը առնենք, որովհետև թանկ ձուկ է, բայց ձվի մեջ էլ շատ կա սպիտակուցներ, թարմ սամիտ ունեմ, ես էլ դնեմ, նոր կդնեմ ջերով, համովա լինում այդպես, այսպես, այս սիրուն սամիտներն էլ կդնեմ վրան, լիմոն չեմ դնում, ուտելուց լիմոնով կուտենք, այսպես, այ հիմա իսկականից գնաց ջերոտ, ժողովուրդ ջան։ Ձեզ հրաժեշտ տամ, ժողովուրդ ջան, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։